Մեկ սենյակը վաճառել է, որի սեփականատեր են դարձել 4 անձիկ։ Պայմանագրերում առկա ստորագրությունը արդյոք նոտարին է պատկանում, թե ոչ։ Ֆելիքս Սաֆյանը բնօրինակը ոչնչացնում է, քննիչը, որը տարիներ շարունակ ոչինչ չի արել, փաստաթղթերը կեղծվել են հատուկ նպատակին ծառայեցնելու համար։ Մի հանցագործություն չի։ Դատախազությունը մարդու իրավունքների պաշտպանին է խփում։ Համլու լրատվականի հարգելի հետևորդներ, ժողովուրդ օրաթերթի խմբագրություն է հյուրընկալվել Կարինե Խաչատրյանը, որը գրեթե 2019 թվականից Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում հայտնվել է փաստի առաջ։ Տիկին Խաչատրյանը ինքը անձամբ կպատմի, թե քրեական վարույթով ինչ դրսևորումներ են տեղ ունեցել, ինչ խնդիրների առաջ են կանգնել, ինչ փաստեր են վերջիններս հավաքագրել, ի վերջո դիմել են համապատասխան կառույցին, հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի հնարավոր իրավապահ մարմինների, մասնավորապես քննիչների, դատախազությունների, գործողությունների մասով վարույթ նախաձեռնվի, արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեն եւս որևէ գործունքայլ չի իրականացրել։ Ինչ փաստեր ունի Կարինե Խաչատրյանը, որ այսօր կներկայացնի մեր տաղավարում, մենք անձամբ հենց նրանից այդ փաստերի մասին կտեղեկանանք։ Կարինե ջան, նախ կխնդրեի, որ դուք ամենասկզբից պատմեք, թե սա ինչ պատմություն է, որից հետո արդեն կանադառնանք իրավապահ մարմինների, մասնավորապես քննչական կոմիտե դատախազություն գործողությունների։ 2004 թվականի ապրիլի 12-ին Այդա Հարությունյանի սեփականությունը պայմանագիրը կեղծելով, կեղծ հիմքերով, ապօրինի կերպով խլել են ձեռքից։ Որտեղ էր գտնվում նրա այդ սեփականությունը։ Նախկին Պուշկինի Փակուղի 4 հասցեում ներկայիս Հյուսիսային պողոտայի հասցեն է եւ առաջ կարգի հաշվանդամ է եղել, տանը սահմանափակված նստած եւ օգտվելով իր իրավիճակից ամբողջ թղթերը կեղծելով իրենից խլել են իր սեփականությունը։ Հարազատներն են այս գործուններ գրաված, թե անծանոթ մարդիկ են խարդախությամբ նրա սեփականությանը տիրացել, ինչպես է եղել գործընթացը։ Երկրորդ կողմը, որը հիմնական պայմանագիրը կազմելուն եղել է ներկա այդ ամեն ինչին, Ֆելիքս Սաֆյանն է եղել ՑԻԳ-ի նախկին բաժնի պետը, կարծեմ այս պահին չի աշխատում, բայց ամբողջ գործարքում իր ձեռքով է կատարվել, որովհետև ամեն տեղ իր ստորագրություններն են, իր անունն ազգանունն է, բոլոր դիմումներին պատասխանել հենց Ֆելիքս Սաֆյանը, եւ ինքն է ձեռք բերել այդ գույքը։ Չէ, բանը Հյուսիսային պողոտան դե սեփականատերը Երևանի քաղաքապետարանն է, բայց գործողությունները կատարել է թղթի կեղծումը բանը հենց Ֆելիքս Սաֆյանը եւ նոտարը, որը որ այս ցույն պայմանագիրը վավերացրել է, որը որ կասկածի տակ է դրվել թե փորձագիտական եզրակացություններով, թե դատագրանների 3 որոշումներով, վերաքննիչ դատարանի որոշումներով, որ նոտարի ոչ ձեռագիրը կա, ոչ ստորագրությունը կա եւ ոչինչ չկա վրան, բայց դա քննիչին եւ հսկող դատախազին չի հետաքրքրում։ Փաստացի այսպես է ստացվել Տիկին Խաչատրյան, որ Տիկին Այդան ունեցել է սեփականություն Հյուսիսային պողոտայում եւ ինչ փաստաթղթեր կեղծելով, խարդախության ճանապարհով տիրացել են։ Արդյունքում իր սեփականությանը վերջինս դիմել է իրավապահ մարմինների, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Ես ուզում եմ նրան կոնկրետ որ մարմին դիմեց, որ թվականի եւ արդյունքում վարույթը նախաձեռնվեց, թե ոչ։ Շատ լավ, 2019 թվականին հաղորդում ներկայացրել ազգային անվտանգության ծառայություն, չի ընդունվել, բանա վերամակագրվել է դատախազությունը 1 ամիս քննելով չի ընդունվել վարույթ, հետո դատարանը դատավոր Կին Բալայան բավարարել է մեր բողոքը, վերաքննիչ դատարանը եւս թողել անփոփոխ, որովհետեւ դատախազությունը բողոքարկել էր եւ երկու դատարանների որոշման հիման վրա 2020 թվականի հունվարին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչ տեղի ունեցավ քրեական վարույթը նախաձեռնվեց, ինչ արեցին, կոնկրետ որ բաժնում էր քննվում գործը։ Գործը քննվել է Երևանի կենտրոն եւ Նոր վարչական շրջանների 3-րդ բաժնում քննչական։ Դա նույն այն քննչական բաժինն էր, որ վերջերս մենք նկատեցին քննչականի պետը Դավիթ Կիրակոսյանն ազատվեց բաժնից, ինչպես նաեւ քննիչ ազատվեց, այդ նույն բաժնում է քննվել։ Նույն բաժնում է քննվում։ Այն ժամանակ քննիչ է եղել այժմ հսկող դատախազ Հրաչյա Ասատրյանը, այսինքն քննիչը, որը տարիներ շարունակ ոչինչ չի արել, 2020 թվականին վարույթ է նախաձեռնվել, որից հետո սույն գործով քննիչ է եղել Հրաչյա Ասատրյանը, որը այժմ հսկող դատախազ է 2020 թվականից հետո 2-3 տարի, կարծեմ, եթե չեմ սխալվում, ինքը եղել է քննիչ, կարծեմ 3 տարի, որից հետո եղել են միջնորդություններ այդ ժամանակվա հսկող դատախազ Կարեն Սուքիասյանի, որպեսզի քրեական վարույթը կարճվի, բայց մերժել է, որովհետև պատճառաբանելով եւ ցույցում տալով, որ նախաքննությունը ոչինչ չի արել, հետեւաբար փաստերը շատ են, որոնք պետք է քննվի դեռ։
որից հետո մեր քննիչը փոխվում է այժմ քննիչը Հովհաննես Գևորգյանն է։ Նույն բաժնին երրորդ բաժնի այդ կենտրոն եւ նոր բաժնի երրորդ այդ խմբի քննիչ Հովհաննես Գևորգյանն է եւ հսկող դատախազը դառնում Հրաչյա Ասատրյանը։ Այսինքն նախկին քննիչը, որը գործը քննել է, ըստ որ ոչինչ չի արել, հիմա գործը հսկող դատախազն է, որից անմիջապես հետո մեկ ամս հետո քրեական վարույթը կարճվում է 4 տարի հետո։ Այդ ընթացքում մեկ փորձաքննություն է կատարած լինում, բայց փորձաքննությունը նշանակված է եղել լինում ինչի մասով, որպեսզի հասկանաք փաստաթղթերը կեղծվել են թե ոչ։ Առաջի փորձաքննությունը նշանակված է եղել պայմանագրի ամենասկզբի մասում ամիս ամսաթիվը սպիտակեցնող նյութով փոխված, փետրվարը ապրիլա դարձված, դա է փորձագիտական եզրակացությամբ հաստատվել, որ այո, ամիսա փոխվել, մակագրություն նոտարի կողմից, որ ինքնաուղում արել չկա, դա փորձագիտական եզրակացությունը հաստատել է։ Այդ առումով ունենք եզրակացություն, սակայն դա չխանգարեց, որպեսզի քրեական վարույթը կարճվի։ Այսինքն կա հստակ անձ, որը ասում է, որ եզրակացությունը կեղծվել է։ Եզրակացությունը ունենք։ Այո։ Դրանից հետո քրեական վարույթը կարճվում է, մենք բողոքարկում ենք վերաքննիչ առաջիատյան եւ վերաքննիչ, երկու առաջիատյան, առաջինը քրեական վարույթը չի հարուցվում Ֆելիքս Սաֆյանի եւ նոտար Ռոզա Սահակյանի նկատմամբ, դա առանձին որոշում էր, որը այլ դատարան քննեց եւ մեկ այլ է քրեական վարույթը կարճելու թիվ 13 22 70 22 քրեական վարույթի մասին է խոսքը, մեկ վարույթով դատարանը որոշել է, որ Տուժող Արտակ Համբարձումյանի Այդա Արզունյանի իրավահաջորդ Արտակ Համբարձումյանի իրավունքները ոտնահարված են եւ պետքա վերականգնվի, դատարանը Արտակ Համբարձումյանի մորը Այդա Արզունյանին տուժող է ճանաչել։ Դատարանի որոշումը, որը դատախազություն չի բողոքարկել։ Երկրորդ դատարանը, էլի առաջին ատյան, ամբողջությամբ արձանագրել է, որ պայմանագրերի վրայի ամիս ամսաթվերը, ձեռագրերը, ստորագրությունները տարբեր անձիկ են, դատավոր Գնել Գասպարյան, դա բողոքարկել է դատախազը, իսկ վերաքննիչ դատարանը եւս թողել է անփոփոխ առաջի դատարանը, եւս մեկ անգամ արձանագրելով, որ Արտակ Համբարձումյանը տուժող Այդա Հարությունյանի որդին է, որից հետո քրեական վարույթը նորից վերաբացվում է։ Այո։ Ռոզա Սահակյանի նկատմամբ որոշում էր կայացվել հետապնդում չհարուցելու, դա բեկանվում է եւ սկսվում է վարույթը 2025 թվականի հունվար ամսից։ Այո։ Այդ ընթացքում գրեթե ոչինչ չի լինում, բայց միջնորդություններ է ներկայացվում քննիչին այն մասին, որ պայմանագրի հենց հիմք հանդիսացած գրությունը չունի կնիկ կադաստրից դուրս եկող, չունի ոչ մի ստորագրություն կադաստրի վավերացումը հաստատելու, կադաստրի բլանկի հետ չի համապատասխանում, վրայի բոլոր ստորագրությունը նույն օրում դուրս է եկել կադաստրից, մուտքագրվել է ծիկ, մակագրվել է տարբեր օղակներում, վերջում հասնում է Ֆելիքս Սաֆյանին ու բոլոր ամիս ամսաթվերը Ֆելիքս Սաֆյանի ստորագրություններն են։ Բովանդակային առումով էլ չի համապատասխանում, որտեղ բովանդակային առումով հենց թղթի վրա երևում է, որ կադաստրի կոմիտեն պատասխանում է, որ ձեր 2003 թվականի հարցմանը, թե արդյոք 2004 թվականի գնահատումներից որն է ավելի իրական, 2004 թվականին պատասխանում են։ Այսինքն հնարավոր չէ 2003 թվականի հարցում կատարել 2004 թվականի գնային տարբերության վերաբերյալ։ Այս գրության մասին է եղել նորից քննիչին միջնորդություն, որպեսզի փորձաքննություն ներկայացնի նշանակի երբ պարզի, արդյոք այս թուղթը օրինակը բնօրինակ ունի, չունի, որտեղ քսերոքսը պատճենա միայն վարույթում։ Մինչ այդ մենք նաև ձեռք ենք բերել կադաստրի կոմիտեից գրություն, հարցում ենք արել, արդյոք իրենք են գնահատել, կադաստրի կոմիտեն մեզ պատասխանել է, որ նման գույք իրենք այս հասցեում, այս թվականին իրենք չեն գնահատել, քանի որ լիազորություն չունեին։ Կադաստրի կոմիտեն շուկայական արժեք չի գնահատում, բնականաբար դա իրենք չտեին ասում։ Մենք նաև հարցում արեցինք Երևանի քաղաքապետարան, իրենք վերամակագրեցին ծիգից է պատասխան ստացան, որ բնօրինակը ոչնչացվել է։ Իսկ ոչնչացման ակտը ստորագրել է Ֆելիքս Սաֆյանը։ Բայց մեզ պատասխանել են, որ պատճեն ու կա գործում։ Այսինքն Ֆելիքս Սաֆյանը բնօրինակը ոչնչացնում է, բայց պատճեն կցում է արխիվային նյութերի։ Գրգռվածությունը ունեցել պարոն Աֆյանները։ Չեմ կարող բացատրել։ Ո՞վ է տիկին Այդայի բնակարանը գնող անձը։ Երևանի քաղաքապետարանը։
Բաժնի բաժնի պետ, ծրագրերի իրականացման բաժնի պետ այդ ժամանակ եղել է Ֆելիքս Սաֆյանը։ Դա էլ չքննվեց միջնորդությունը, որոնցից մեկը դա էր, բավականին էլի 7 կետերով, որ պետք է դատարանների որոշումները ի կատարածվեր, պարզվեր թե նոտարի ստորագրությունը արդյոք նոտարին է պատկանում թե չէ, ասեմ շատ հետաքրքիր փաստ 7 տարի նախաքննություն է գնացել, բայց քննիչը ոչ մի անգամ ոչ նոտարին, ոչ էլ փորձագետին այդ հարցը չի տալիս։ Պայմանագրերում առկա ստորագրությունը արդյոք նոտարին է պատկանում թե ոչ։ Դատարանները արձանագրել են, որ դրանք տարբեր են, որովհետև տարբեր պայմանագրերի վրա տարբեր ստորագրություններ են։ Չի կարող էլի նոտարը տարբեր տեղեր, տարբեր ստորագրի նամանավանդ, որ ասում են, որ փորձագիտական եզրակացությունն ասում է, որ ձեռագրերը տարբեր են։ Այսինքն նոտարը չի մակագրել, վերջի որ պարտավոր է նոտարը մակագրել, որ ինքն է վավերացնում պայմանագրերը։ Տիկին Կայանի, այսինքն կարող են ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանը որ թվականին է եղել այդ գործարքը 2004 թվականին։ 2004 թվականին այդ գործարքը ինչ որ իրականացրել են, ըստ էության Երևանի քաղաքապետարանը կեղծիքների ճանապարհով է մարդկանց գույքին տիրացել։ Սա է ողջուն թիրը։ Ակնհայտ Ֆելիքս Սաֆյանը լինելով ՑԳ-ի բաժնի պետ, ամբողջ գործարքը իր ստորագրությունով է։ Թե հիմա ինքը ցուցում է ունեցել, թե անձամբ ինքնաշխատող կողմ եղել նոտարի հետ, չեմ կարող ասել, բայց որ փաստաթղթերը կեղծվել են եւ բնօրինակները չկան, կադաստրի կոմիտեն պատասխանում է, որ նաեւ պայմանագիր չկա։ Արխիվային նյութում պայմանագիր չկա Իդա Հարությունյանի։ Դուք այսօր մեծ զրույցում նաև նշեցիք, որ կար փորձագետ, որը նախաքննական մանրում հարցաքննվել է, այդ մասն եք ցանկանամ խոսեք, թե ինչ փորձագետի հարցաքննության մասին է խոսքը։ Այո, փորձագիտական ձեռագրաբանական եւ հեղինակային փորձաքննությունների բաժնի պետ Մարգարիտա Ալոյանը փորձագիտական եզրակացությունով հաստատում է, որ պայմանագրերի առաջին էջում ուղումը որտեղ որ կատարվել է եւ վերջին վավերացման էջը, որը նոտարը պարտավոր էր վավերացնել, տարբեր անձիկ են արել։ Որի վերաբերյալ, չգիտեմ ինչն է անհանգստացրել քննիչին, դե մինչ այդ միջնորդություն ենք նաև ներկայացրել, որ փորձագետին միգուցե լրացուցիչ փորձաքննություն նշանակեք կամ կանչեք հարցաքննության միջոցով պարզեք ստորագրությունը նոտարի ումն է պատկանում, որտեղ փորձաքննության եզրակացության մեջ փորձագետը պատասխանում է, որ նոտարի անվան դիմաց ստորագրությունները միևնույն անձինն են, բայց ում է պատկանում այդ հարցը չի եղել, ինքն էլ չի պատասխանել, խուսափել է բնականաբար, որից հետո երբ մենք միջնորդություն ենք ներկայացնում, որ ակնհայտ արդեն արձանագրվել է ձեռագրերի տարբերությունը, Սեպտեմբերի 3-ին 2025 թվականի քննիչը հարցաքննության է կանչում քննիչնով է Հովհաննես Գևորգյանը կրկին կենտրոն եւ նոր բաժնքնչականի 3-րդ բաժնի քննիչ հարցաքննության է կանչում Մարգարիտա Ալոյանին փորձագետը, որը եզրակացությունը կազմել է եւ հարցաքննությունը տևում է 5 րոպե, որ ամբողջ տեսագրությունը վերջապես մենք քրեական վարույթը կարճելուց 3 ամիս հետո ձեռք բերեցինք ամբողջությամբ հաստատում է, որ այո, վավերացման էջը, որը որ պարտավոր էր նոտարը վավերացնել եւ առաջի ուղումը շտրիխով քողարկված կատարել են տարբեր անձինք, սակայն քննիչը տվյալ պահին արձանագրում է լրիվ հակառակ բովանդակությամբ արձանագրություն է կազմում եւ տալիս է ստորագրելու փորձագետին։ Փորձագետը չգիտեմ, չկա արդեն ձայնագրության մեջ այլ բան է ասում, արձանագրության մեջ թե ինչպես է ստորագրում այլ բովանդակության տակ չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ մարդը բովանդակությանը, որը որ տեսանյութում կա, համապատասխանում է եզրակացությանը, բայց արձանագրությունը լրիվ այլ է, որի հիման վրա կանչում են քրեական վարույթը կարճման գնալու համար քրեական հետապնդումը նորից դադարեցնում են նոտար Ռոզա Սահակյանի նկատմամբ, հաջորդ օրը հենց այդ որոշումը կայացվում է, գործով տուժող, որը որ այդպես էր երկրորդ միջնորդությունը եղել է, որպեսզի ըստ դատարանների վճռի Արտակ Համբարձումյանի տուժող ճանաչեն, չի քննարկվել, դա էլ է մնացել առանց քննա, ոչ մերժվել է, ոչ բավարարվել է, չունի այդ իրավունքները, ոնց այսպես ասած սահմանափակել են միջնորդություն ներկայացրած անձին, որպեսզի ինքը կարողանա բողոքարկել, եթե դու մերժում ես, պետք է ինքը այդ իրավունքից օգտվել, այնուամենայնիվ, սակայն Արտակ Համբարձումյանին կանչում են, տալիս են մի արձանագրություն, որի տակ ինքը ստորագրում է, որ բողոք չունի քրեական հետապնդում չհարուցելու որոշման վերաբերյալ, բայց բանավոր իրեն ներկայացնում են, քանի որ դու եւս մեկ անգամ Ֆելիքս Սաֆյանի նկատմամբ հաղորդում ես ներկայացրել, որ թուղթ է կեղծել, մենք այս պահին չունենք նման որոշում, որպեսզի հաղորդում քրեական վարույթ նախաձեռնենք, ինքեր չկան։ Նաև այս պահին քրեական հետապնդումը դադարեցնում ենք Ֆելիքս Սաֆյանի նկատմամբ
բայց նոտարի մասին, որ խոսք այդ բանը չի եղել, որ քրեական հետապնդում չի հարցում նոտարի վերաբերյալ։ Արձանագրության կազմելու ժամանակ Արտակ Համբարձումյանի քննիչը թելադրումը գրել առանց անուն ազգանուն, առանց ամիս ամսաթիվ, թե ինչ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման օր, ամիս, ամսաթիվ, անց չկա ոչինչ գրված, այդ արձանագրությունը տալիս են Արտակ Համբարձումյանը ստորագրումը։ Հետո բարձում է, որ քրեական նյութերը իհարկե ստանալուց հետո, որ դա Ռոզա Սահակյանն է վերաբերել։ Այնինչ Արտակը դրանից 20 օր առաջ եւս մեկ անգամ բողոք է ներկայացրել, որ մանիպուլացնում են։ Բնականաբար ինքը չի մասել ինչ տակա ստորագրում։ Առանց անուն ազգանուն արձանագրությունը դա թղթի կտոր է, կարող եմ ասել։ Տիկին Կարինե, ձեր բողոքը ինչու՞մն է։ Իրավապահ մարմինները օբյեկտիվ քննություն չեն իրականացնում, անձանց ոտնահարված իրավունքներին համապատասխան օբյեկտիվ գնահատական չեն տալիս։ Որն է ձեր խնդիրը, որ այսօր օրինակ բարձրաձայնում եք դուք։ Օրինակ բազմաթիվ կեղծումների մասին փաստեր եք ներկայացնում, որ իրավապահ մարմինները ոչ օբյեկտիվ քննություն են իրականացնում։ Որն է ձեր խնդիրը։ Ոչ օբյեկտիվ բառը այստեղ շատ մեղմ է ասել։ Ակնհայտ թղթերը, փաստաթղթերը կեղծվել են հատուկ նպատակին ծառայեցնելու համար։ Հետևաբար սա նպատակային քրեական վարույթը կարճելու, փակելու 7 տարի նախաքննությունը ձգել, ունենալով 5 դատարանի վճիռ, 3 փորձագիտական եզրակացություն, բայց քրեական վարույթը կարճել, չեմ կարող ասել դա ինչ է, դա հանցավոր անգործություն է, դա շահերի բախում է, որովհետև քննիչը հսկող դատախազը Հրաչյա Ասատրյան կենտրոնելի Նոր Գմարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ չեմ կարող ասել ինչ է սա, որովհետև սա միայն մի հանցագործություն չի։ Սա մի քանի հանցագործություններ է տեղի ունեցել։ Նույն նոտար Ռոզա Սահակյանին նպատակային չեն հարցնում ստորագրությունը արդյոք իրեն է թե ոչ։ Սա նպատակ ունի քրեական վարույթը կարճելու, իրական փաստերը փակելու, արդեն փորձագիտական եզրակացությամբ ակնհայտ խախտումները ծածկելու, որովհետև ցուցմունքը կեղծել է, դա ծառայել է փորձագիտական եզրակացությունը փակելու, որպեսզի քննությունը չշարունակվի։ Չգիտեմ ինչ կարելի է այս ամենին անուն։ Դուք հակակոռուպցիոն կոմիտե նշեցիք, որ հաղորդում ներկայացել եք, եւ ինչ ճակատագրի արժանացավ։ Հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 177 էջ փաստեր, փորձագիտական եզրակացություններով, դատարանների որոշումներով, տեսանյութը ցուցմունքի խեղաթյուրման, կեղծման եւ 17 էջ միայն հաղորդումն է եղել, այդ ամբողջ փաստարկված ամսի 25-ին 2026 թվականի հաղորդումը ներկայացվել է կեսօրին, ամսի 26-ին քննիչ Լիանա Ղարամանյանը բողոքը մերժել է։ Մեկ օրվա մեջ բոլորը հիմքերը չտեսավ։ Չկա նոր փաստեր, նոր հիմքեր չկա քրեական վարույթ հարուցելու եւ քննելու։ Իհարկե ես նույն օրը եւ ստացանք պատասխանը, զանգահարել ենք քննիչին, այն հարցին թե արդյոք դուք գոնե միայն էլի տեսագրությունը ցուցմունքի տեսել եք, որտեղ պետական պաշտոնյայի ցուցմունք է կեղծվել։ Դա ամեն օր չի տեղի ունենում, էլի։ Քննիչը կարճ կոնկրետ ասած բավարարվեք գրվածով։ Համաձայն չեք բողոքի։ Լիանա Ղարամանյանը, Լիանա Ղարամանյանը, հակական քննիչ։ Ինչ եք պատրաստվում անել։ Շարունակում ենք բողոքարկել, բայց բոլոր բողոքները քննիչի եւ դատախազի վերաբերյալ գլխավոր դատախազին գրված բոլոր բողոքները հետաքրքիր է, որ գալիս է պատասխանումը Հրաչյա Ասատրյանը։ Այսինքն հանցագործություն վերաբերյալ երբ դու բողոք ես ներկայացնում, այդ բողոքը մակագրվելով ասես մի ամբողջ շղթայի գալիս է հանցագործություն կատարած անձը, որ քո կարծիքով դու կարծում ես, որ ինքը կասկածելի է ամեն դեպքում։ Բնականաբար դա չունես փաստ ունենք, պայմանագիր ցուցմունքը կեղծվել է, ասենք ուղարկես իրեն, ասես թե պատասխան։ Դու հանցագործություն կատարել ես թե ոչ։ Բնականաբար փաստերն ես ներկայացրում։ Ամեն անգամ Հրաչյա Ասատրյանն ասել է փաստերն ներկայացրեք։ Այս գործից 3 քրեական վարույթ է սկսվել։ Երրորդը նոր է սկսվելու, կարծում եմ կհարուցեն, որովհետև ակնհայտ նոր փաստեր ունենք, 3-ով էլ հսկող դատախազը Հրաչյա Ասատրյանն է։ Մտավախությունը ձեր դա է, որ ըստ էության այդ մյուս գործերն էլ վարույթներ այդ ճակատագրի համոզված է մյուս գործը 2 տարի է մյուս գործը որ ինչի մասին է գնահատման վերաբերյալ է, որովհետև Գույքի սեփականատերը Այդա Հարությունյանը, բայց իր տան 1 սենյակը վաճառել է, որի սեփականատեր են դարձել 4 անձիկ, 1 սենյակի սեփականատեր 4 անձիկ, իրենք բոլորը նույն 2004 թվականի ապրիլ ամսին իրենք ստացել են $1300-ից $1700, Այդա Հարությունյանն $200։
Այսինքն 8 անգամ տարբեր գնահատում է եղել։ Դրա վերաբերյալ 2 տարի հաղորդում ներկայացվել է քրեական վարույթը սկսվել է էլի հսկող տատախաս Հրաչյա Սատուրյանն գործով քննիչ Ամալիա Պապոյանը, որի հետ ամեն ձև չի ստացվում կապ հաստատել, ոչ հեռախոսախ զանգերին է պատասխանում, ոչ էլ լինում է իր մոտ մտնել, չգիտենք, մենք պետք է գրենք քննչականի պետին, որպեսզի պատասխանի Ամալիա Պապոյանը, սակայն փորձակնություն չի նշանակում Wikipedia-ը բարձելու համար։ 5 պայմանագիր կա, Պուշկինի փակուղի 5, հասցեն նույնը այդ ամբողջի, 5 պայմանագրից 4-ը $1200-ից $1700, իսկ մեկը $200։ Նմանատիպ գործեր կան, հիմա դա Շաշիկյանների գործով արդեն աշաշկույքի գործակալության նույն բաներով, հանցագործությունները նույնն է, էլի գույքի քիչ գնահատում, այնտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել, գործ արդեն դատարանում է, 2 անց ձերբակալված կա գնահատողների, բայց մեր գործով ոչինչ չի շարունակում։ Նա մենք փաստերը ներկայացրել ենք քննիչին, ինչ կասկածներ ունեք, ինչու իրավապահ մարմինները այդ գործուն ջանքերը չեն գործադրում։ Ակնհայտ շահագրգիռ կողմ է դատախազը, ակնհայտ, ես չունեմ այլ պատճառաբանություն, ոնց հնարավոր է, զուգահեռ մարդու իրավունքների պաշտպանին են գրել, այնտեղ էլ քննությունն էին սկսել, հարցումներ արեցին դատախազություն, վերջին հարցումը, որ մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմից ուղարկել էին դատախազություն ցուցումով, որ Արտակ Համբարձումյանին տուժող ճանաչեք, եւ երրորդ փորձակնություն նշանակեք փաստերը, որովհետեւ ակնհայտ է, որ ամբողջը չի քննվել նոտարի ստորագրությունը օրինակ, պատասխանել են, որ քրեական վարույթը կարճվել է եւ օրինական ուժ է ստացել։ Սակայն մարդու իրավունքների պաշտպանը վերջում արձանագրությամբ կազմում է, որ իրենց խաբել են, որովհետեւ օրինական ուժ դեռ չի ստացվել, փողոքարկվել է դատարան, այսինքն դատախազությունը մարդու իրավունքների պաշտպանին է խաբում, որ մի խառնվի։ Կհետևենք Տիկին Խաչատրյան այս քրեական վարույթի հետագա ճակատագրերին եւ ձեր գործողություններին, նաեւ լրատվամիջոցը պարբերական, մենք նաեւ քննչական կոմիտեի կդիմենք, դուք այնտեղ նշեցիք գործի համարը թիվ 13, 20, 77, 20 վարույթի մասին է խոսքը, հստակ քննիչների անուններն նշեցիք, հստակ նաեւ ձեր համապատասխան մարմիններին գրությունների մասով նշեցիք, մենք քննչական կոմիտեի պաշտոնական պատասխանը եւս կհրապարակենք ձեր բողոքի իման վրա ու կհետևենք հետագա քննությունների ընթացքին։ Շնորհակալ եմ, որ նախընտրել եք մեր լրատվամիջոցը ձեր խնդիրը բարձրաձայնելու, իրականում նման օրինակ դեպքերը ինչ որ ժամանակատված կարող է այսպես անուշադրության մատում, բայց հետագայում շատ ավելի լուրջ խնդիրներ են վերհանվում եւ շատ ավելի լուրջ խնդիրների են ականատեսներում, հուսանք, որ այս փաստերը հետագայում իրականությունը վեր կհանեն։ Շնորհակալ եմ ձեզ անչափ։